Հիսուս Քրիստոս քո հետ է, ամեն վարքյան, ամեն րոպե, ուրախ ու տխուր, հեշտ ու դժվար քո պահերին, Հիսուս Քրիստոս քո հետ է։ Հուսով եմ, որ դու Հիսուսին ինչ-որ հեռու տեղերում չես փնտրում, նրան հավատալով, նրան սիրելով, նրան վստահելով, ինչ-որ հեռու տեղերում չես սակայն նրան պատկերացնում, որովհետև Հիսուս Քրիստոս քո մեջ է, և նա քո կողքին է, և նա ամենուր է, Աստված ամենուր է, միաժամանակ, ամենուր, ողջ տիեզերքում, մեր Տեր Հիսուսը զգում է մենք ինչ ենք զգում, ցավ, տխրություն, միայնություն, հուսահատություն, ուրախություն, ցնծություն, լաց, որ ներսում է ոչ թե արցունքներով, քարացած, ցավացող սիրտ, ես այս ամենը թվարկում եմ, որովհետև մենք այս ամենը ապրում ենք։ Շատ ժամանակ մենք մոռանում ենք կարծես թե, որ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ և Սուրբ Հոգին մեր մխիթարիչն է, Աստված մեր մեջ է, և այս մութ աշխարհում և աշխարհի այս ամենամութ օրերում, որ մեզանից շատերը, քրիստոնյաներից շատերը ավելի շատ տխրություն են զգում, քան ուրախություն, որովհետև մենք նայում ենք աշխարհի ցավին, զգում ենք այն, ցավ ենք զգում, թե ինչքան մարդիկ կան, որ չեն ճանաչում մեր Տեր Հիսուս Քրիստոսին և փրկված չեն, ցավ ենք զգում, թե ինչ չար բաներ են կատարվում աշխարհի վրա և այլն, և չարը ամեն կերպ փորձում է մեզ տարբեր կողմերից հարվածել, ճնշել և այլն, դժվարություններ, ու մենք ցավ ենք զգում շատ ժամանակ, մոռանալով, մեզանից շատերը մոռանում են, որ Սուրբ Հոգին, մեր մխիթարիչը մեր մեջ է ապրում, և նա մեր հետ է, և մենք պիտի ուրախանանք մեր Տիրոջով և տխուր պահերին խնդրենք, որ մեր Սուրբ Հոգին, մեր Տեր Աստծո Սուրբ Հոգին մեզ ուրախություն պարգևի։ Այն ուրախությունը և այն խաղաղությունը, որ տալիս է մեզ Սուրբ Հոգին, որ տալիս է մեզ մեր Տեր Աստվածը, ոչ ոք չի կարող տալ։ Եվ միայն Սուրբ Հոգու տված ուրախությունն է իրական ուրախություն։ Երբ դու տխուր ես, երբ դու ցավ ես զգում, իմացիր, որ Աստված ուզում է, որ դու ուրախություն էլ զգաս, որովհետև Աստված է այդ ուրախությունը ստեղծել մեր համար, իրական ուրախությունը, որ գալիս է Աստծուց, որ տրված է Աստծուց և որը տալիս է Սուրբ Հոգին։ Միթե քեզ թվում է, որ Աստված ուզում է, որ դու անընդհատ տխրես, ցավ զգաս։ Իհարկե ոչ, նա մեր ուրախությունն է ուզում, Տեր Աստված ուզում է, որ մենք ուրախ լինենք։ Նույնիսկ այս ողջ խավարի մեջ մենք ուրախ լինենք, որովհետև մեր մեջ ապրում է Սուրբ Հոգին, որովհետև մենք ունենք Աստված, ամենամեծ գանձը, հարստությունը, որ մեր Տեր Աստվածն է, նա մեր սրտի մեջ է, նա մեր մեջ է։ Խնդրեք Սուրբ Հոգուց նրա տված ուրախությունը, խնդրեք և կտրվի ձեզ։ Մի անգամ ես շատ տխուր էի, շատ, այդ տխրությունը չէր անցնում, ու կարծես այսպես լույսի պես լույս վառվեց իմ մեջ։ Ինչու եմ ես անդադար տխուր, երբ ես կարող եմ Սուրբ Հոգուց խնդրել ուրախություն։ Եվ ես սկսեցի խնդրել, Սուրբ Հոգի, խնդրում եմ, իմ սիրտը լցրու քո ուրախությամբ, այն ուրախությամբ, որ դու ես տալիս, այն ուրախությամբ, որ միայն դու կարող ես տալ։ Խնդրում եմ, թող իմ սիրտը լցվի ուրախությամբ, խնդրում եմ, թող իմ սիրտը լցվի ուրախությամբ, իմ սիրելի Սուրբ Հոգի, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ուրախություն եմ խնդրում քեզանից, իմ Տեր Աստված։ Րոպեներ էին անցել, առանց ինչ-որ պատճառի, իմ սիրտը լցվեց մանկական ուրախությամբ, մաքուր, վճիտ, պարզ, առանց պատճառների, առանց առիթի, ուղղակի իմ սիրտը ուրախացավ։ Եվ դա ոչ մի կերպ չի համեմատվի աշխարհի տված ոչ մի ուրախության հետ։ Եվ երբ մենք մռայլ ու տխուր մեր օրն ենք անցկացնում, եկեք պատկերացնենք, որ մեր Տերը մեզ է նայում, և ինչ նա ուզում է, որ մենք տխրության մեջ, մռայլված, գլուխներս տխուր, կախ, մտահոգ, այդպես ապրենք, իհարկե ոչ, մենք ունենք ուրախանալու ամենամեծ պատճառը, մենք Աստված ունենք, ճշմարիտ Աստված, Սուրբ Երրորդություն, մերն է, մերը, մենք ունենք Հայր Աստված, մենք ունենք Տեր Հիսուս Քրիստոս, մենք ունենք Սուրբ Հոգի Աստված, և մենք պիտի ուրախանանք այդ ամենամեծ գանձով, մենք պիտի ուրախանանք, որ մենք իրական, ճշմարիտ
կենթանի Աստծու զավակներն ենք։ Մենք պիտի ուրախանանք առաջինը նրանով, որ մենք Աստված ունենք, որ մենք Հիսուս Քրիստոս ունենք, որ մենք նրա զավակներն ենք, որ մեր Տերը մեր հովիվն է եւ մենք նրա ոչխարներն ենք ու ճիշտ ճանապարհով ենք գնում, որովհետեւ նրա ձայնը լսելով նրա հետևից ենք գնում։ Այն ուրախությունը, որ տրվում է Սուրբ Հոգուց, երբ դու գիտակցում եւ հասկանում ես, թե ով ես դու Հիսուսի զավակն ես։ Պետք է գնահատենք, թե ինչ ունենք, ով ենք մենք եւ ուրախանանք նրանով, ինչ որ ունենք։ Մենք ունենք Աստված, ճշմարիտ ու կենթանի Աստված, որ մեր մեջ է, որ մեր հետ է, նրա ամենազոր, ամենաբարի, ամենասուրբ, կատարյալ պաշտպանող ձեռքը մեր վրա է։ Վերջերս ես չեմ հիշում ինչ էի մտածում, բայց արտասվում էի։ Ինչ որ մի բան էի այդ պահին դիտում Տեր Հիսուս Քրիստոսի մասին, միգուցե ֆիլմ էր, ես հիմա չեմ հիշում, միգուցե ինչ որ հոլովակ էր, բայց ես արտասվում էի, խոսում էի, հիմա չեմ հիշում մանրամասն, խոսում էի Աստծու հետ արտասվելով ու իմ դիմաց իմ փոքրիկ տղան էր խաղում, գլուխը կախ խաղում էր նա։ Եվ ես մտքումս հիշում եմ, որ ասացի Տեր Հիսուս, ես գիտեմ, որ դու իմ հետ ես ամեն վարքյան, Տեր Հիսուս, ես գիտեմ, որ հենց հիմա դու իմ հետ ես, այստեղ ես, այս սենյակում ես, դու միշտ իմ հետ ես, դու միշտ իմ կողքին ես։ Բայց ես այդ ամենը մտքումս էի ասում։ Ու այդ պահին փոքրիկս խաղ էր խաղում, գլուխը բարձրացրեց, նայեց ինձ, ասեց. «Մամ, ինչի՞ ես լացում, Հիսուսը ստեղ է»։ Դա առաջի դեպքը չէր, որ իմ երեխայի միջոցով Սուրբ Հոգին խոսում էր իմ հետ եւ ինձ մխիթարում։ Նայեցի նրան, չգիտեի ինչ ասել ու չիմացա ինչ ասեմ, ասացի ճիշտ ես, ինքը ստեղ է, ուղղակի մենք իրան չենք տեսնում, մեր աչքերը իրան չեն տեսնում, բայց ինքը մեզ տեսնում է։ Իսկ ինքը ասեց. «Չէ, մամա, ո՞նց չենք տեսնում, ես տեսնում եմ, հեսա այստեղ կանգնած է» ու ձեռքով ցույց է տալիս իր կողքը։ «Այստեղ կանգնած է Հիսուսը, մեր հետ է»։ Ես էլ ասեցի ճիշտ ես, ասեցի ճիշտ ես, մենք էլ իրան ենք տեսնում։ Ու հետո ինքը գլուխը կախեց ու շարունակեց իր խաղել, ոչինչ չասեց։ Հիսուսը մեր հետ է ամեն վարքյան։ Նա մեր մեջ է, նա մեր կողքին է եւ նա ամենուր է։ Եվ Հիսուսն է ամենամեծ գանձը, որ մենք ունենք, եւ մեր սրտերը թող ուրախանան Հիսուսով։ Մեր ամենահարազատին, մեր Սուրբ Հոգի Աստծուն, մեր Սուրբ Հոգուն խնդրենք, որ մեր սրտերի մեջ իր ուրախությունը լցնի։